Հայություն, բարև ձեզ։ Որ օրը մի հատ տենց աննորմալ քպայական ինձ հանդիպում է այդ վիճակն է։ Ուրեմն ում եմ ուզում անդրադառնալ, այդ Քիպլիկ խմբակում մի հատ պատգամավոր կա, ով ստացվում է, որ ապրում է Մասիս խորհրդացված համայնքի Ազատաշեն բնակավայրում։ Անունը Տիգրան, ազգանունը Փարսիլյան, ոչ այդքան հայկական ծագում ունեցող ազգանունով։ Ուրեմն ինչ է եղել, երեք մեր իրազեկման թիմը, Մասիսի, իմ գործընկերները եղել են Ազատաշեն բնակավայրում, անցկացնելով իրազեկման ակցիա, քարոզարշավի շրջանակներում, նաև այս երիտասարդի մեքենայի վրա են դրել մեր ֆլայերը, մեր ծրագրերի վերաբերյալ, Սամվել Կարապետյանի կողմից առաջարկված տնտեսական ծրագրերը եւ այլն եւ այլն։ Ու այս տղան հետնում է հետո սենց արագ փողոցելը կանգնեք, բան, սենց մեր ժողովրդին։ Իհարկե դրա տակ ունենալով նաև մի բան, որ պետք է խոչընդոտի մարդկանց իրավունքը անցկացնելու քարոզարշավ։ Այս մի խնդրեմ։ Հետո էլ բռնում է այդքանից հետո մատ ապուշ ստատուս է գրում առավոտյան, որ իբրև թե մեր կողմնակիցները, մեր համակիրները փոկել են այս մարդու մեքենայի վրայի նակլեյկա ասվածը 16 այդ իրենց չարաբաստիկ թվով։ Բայց հիմա ես նյութ կդնեմ, ընդամենը 14 վայրկյան է։ Դուք ինքներդ էլ կտեսնեք, որ այս ԿՊ-ում բոլորը հիմնականում մուտիլովщикներ են։ Իկար Հայաստան! Բա, Իկո, տեսնում ես, որ սուտ ասելը լավ բան չի։ Իսկ դուք ընկերներ ջան, լավ մնացեք, ձիգ եղեք, ուժեղ եղեք, հունիսի 7-ից հետո իրապես ուժեղ Հայաստան ունենալու ենք մեր առաջնորդ Սամվել Կարապետյանի ղեկավարությամբ։ Լավ եղեք։